Շնորհակալություն։ Այսինքն ուղղակի անվտանգության աշխատակիցը վերցրեց։ Այո, վերցրեց անվտանգության աշխատակիցը, ով առավոտ տնից դուրս գալու թեժ ցանկություն չուներ հայտնի դառնալու եւ ձեր տեսախցիկների առաջ կանգնելու, մարդուն հանձնարարել են վերցրել է։ Որևէ այստեղ այս մարդը չի մեղավոր։ Մեղավոր են մարդիկ են, որոնք վախենում են նայել անգամ մի 80 հոգի ենք այստեղ հավաքվել, վախենում են նայել 80 հոգու աչքերին։ Հայ ժողովրդի ներկայացուցիչ իր ձայնը բարձրացնող բողոքող 80 հոգու աչքերին։ Այդ կոչում են եվրոպական դիվանագետներ այսօրվա։ Բայց եթե 80 հոգուց են վախենում, հայ ժողովրդի աչքերին ո՞նց են նայելու։ Իսկ այդ օրը գալու է, որ նայելու են։ Ոչ մի բան հավերժ չի։ Ոչ իրանք են իրանց եվրոպական բարձրաստիճան պաշտոններում հավերժ, որ այդ եվրոպական հասարակությունները իրենք են դժգոհ իրենց այսօրվա էլիտաներից։ Ոչ էլ Նիկոլն է հավերժ, որպես այս օկուպացիոն ռեժիմի, Հայաստանը զավթած օկուպացիոն ռեժիմի պարագլուխ։ Ոչ մի բան հավերժ չի եւ աչքերիս մեջ նայելու ժամանակը գալու է ոչ միայն իմ, այլ Սրբազանների, նաեւ Բակո Սահակյանի, Ռուբեն Վարդանյանի, ճնշված ու ծեծված նստած լրագրողների, բոլոր այն մարդկանց, ովքեր այսօր իրենց ազատության համար եվրոպական արժեքների համար պայքարել են, նստած են ավտորիտար ռեժիմի ճնշման հետևանքով եւ Եվրոպական միության դեսպանատան պահվածքը սա է։ Լավագույն բառը ամենամեղմ, որ կարելի է ասել, shame on you։ Շնորհակալ եմ։